Այսպիսով ես ուզում էի մտածել այն մասին, թե ինչպես են հայ գիրը, հայ բանավոր պատմությունն ու պատմվածքները ձևավորել մեր հիշողությունը, ինչպես նաև ժառանգել մեր տատիկներից և պապիկներից ժառանգած տրավման։ Մենք հիմա տրավմաների ուսումնասիրություններից, գիտական ուսումնասիրություններից գիտենք, որ մենք մեր մարմնում կրում ենք տրավմայի հետքեր։ Դրանք կարելի է հայտնաբերել էպիգենետիկորեն։ Այսպիսով փորձեցի այդ գաղափարը կապել արհեստական հիշողություն գաղափարի հետ, բայց հայերը դերձորի մասին շատ են գրել, եւ ահա ես ուզում էի անդրադառնալ դրան, որովհետեւ հայերը կարդում են այդ պատմությունները, հետո գնում են դերձոր։ Նրանք նաեւ լսում են պատմություններ, հետո գնում են դերձոր եւ երբեմն տեսնում են, թե ինչպես են մարդիկ քայլում իրենց առջև, կամ իրենց երևակայության մեջ տեսնում են կույսերի, որոնք կարծես կամրջից նետվում են եփրատկետը։ Ահա թե ինչի համար է արհեստական հիշողությունը, ընդգրկելու այս ամենը, բոլոր պատմությունները, որոնք մենք պահում ենք մեր մեջ եւ որոնք մեզ են փոխանցվել լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաեւ մեր տատիկ-պապիկներից ու ծնողներից։